Այստեղով անցել է 27-ամյա երևանցի Էդգար Ղ-ի BMW X6-ը։ Կեսգիշերն անց ժամը 2-ի սահմաններում բարձր ձայնից են արթնացել Արամի փողոցի 27/1 շենքի բնակիչները։ Պատշգամբ են դուրս եկել, տեսել, որ ամենագնաց է կողաշրջվել իրենց շենքի տակ։ Արդեն աշկերս փակում էի, գմ-դմ բան, ասի էլի ընկան, որտեղ մի 30 քանի տարի առաջ էլի տենց ինչ-որ մի հատ դեպք եղել։ Դեմիրճյան փողոցի նրբանցներից մեկում բարձր արագությամբ է սլացել BMW-ն, չի հասցրել շրջադարձանել նեղրիկ ճանապարհին, 2.5 մետր բարձրությունից թռել է հարևան շենքի ետնամասի ծառերի թփերի վրա։ Միջին բարձրության 2 ծառ արմատախիլ է արել։ Ինձ թվաց անգամ ստեղ ընկավ, նայեցի հասկացա, որ վերևից երևի եկել է, մտածել ա որ ճանապարհ է, չի թեքվել, բայց հարկ ասում ոնց որ լուրջ բան չէր։ Սարսափահաս բնակիչները լսել են, որ ոստիկանները հետապնդել են BMW-ի վարորդին։ Էդգար Ղ-ի հետ մեքենայում նաև եղել է 23-ամյա իսպանուհի Մուլետ Ջեսիկան։ Նրանց մեքենայից դուրս են բերել առաջինը օգնության հասած շենքի բնակիչները։ Մարմնական վնասվածքներով 23-ամյա աղջիկն ու 27-ամյա տղան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են առաջին համալսարանական հիվանդանոց։ Ես ձեներ էի լսում ներքևից, որ ասում էին 3 հոգի մարդ կա ներսը, բան, բայց չէին կարող հելնել մեքենա։ Իրանց ընդհանրապես հնարավոր չէ, ոնց են հանել, ես չեմ այդ բանը չեմ պատկերացնում։ Արամի փողոցի հայ-իսպանական կրքերը այսքանով չեն ավարտվել։ Կրիմինալ լրատվության մեջ մասնագիտացված Շամշան.com կայքի տեղեկությամբ, երբ փրկարարները կողաշրջված մեքենան դարձի են բերել, սրահից կասկածելի փաթեթներ են դուրս թափվել, որոնց մեջ եղել է թմրանյութի նմանվող զանգված։ Ներքին գործերի նախարարությունից Հայլուրին հաստատեցին տեղեկությունը։ Կասկածելի փաթեթներն ուղարկվել են փորձաքննության, հայտնում են քննչական կոմիտեից, քրեական վարույթ է նախաձեռնվել 342-րդ հոդվածի առաջին մասով, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս։ Էդգար Ղուշչյան, Առաքել Օհանյան, Հայլուր։